Հանրապետական ինստիտուտը, որը հարցումներ նետեց հայկական դաշտ, ներկայացնելով տարատեսակ տոկոսներ եւ այլն, ըստ իրենց ներկայացրած տոկոսների առաջիկա կիրակի օրը, եթե խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային, մարդ չէր անցնում խորհրդարան բացի ԿՊ-ից։ Սա քեզ համար արժանահավատ են Կարեն։ Որևէ ուժ չէր անցնում։ Մենակ անցնում էր Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ով եւ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ 24% Երևանում ձայն էր տալիս Նիկոլին։ Էս այն դեպքում։ Երևանում չէ, Հայաստանում։ Հայաստանում։ Հա, Երևանում էլ շատ բարձր է ցուցանիշը։ Էս այն դեպքում, որ Երևանում խայտառակ պարտվել էր ԿՊ-ից Ավինյան Տիգրանը։ Մենք հիմա լսենք, թե Կարենը ինչպես է, այսինքն վիճակն ավելի լավ է։ Հիմա շատ ուժեղ է։ Ընդհանրապես փոст չկա, բան չկա, ընդհանրապես ժողովուրդը չեն հիշում ոչ մեկին։ Ավտոքշողներին հələ հարցրեք, տեսեք ինչ լավ է վիճակը։ Կարեն ջան, էս ինչ է, էս ինչ են նետել դաշտ, ինչ են մանիպուլացնում, ինչ են ուզում ասել։ Ընդհանրապես սոցհարցումները իմ համար Հայաստանում միշտ բոլոր ժամանակներում զվարճալի են եղել։ Եվ նման դեպքերում ես միշտ հիշում եմ այն անեկդոտը, որ ասում է դու էլ ասա։ Հիմա լրիվ վիճակն է, դուք էլ ասեք։ Որտեւ մենք հիմա սպասում ենք տարբեր կազմակերպություններ, հեսա հերթով կսկսեն։ Հեսա բոլորն էլ կասեն։ Ամեն ուժ իր բոլորն էլ կասեն, թե մասն նախընտրական ագիտացիա իրենց բնույթով եւ նպատակով։ Տեսեք, եթե մենք վերադառնանք ավելի լուրջ խոսակցության, իհարկե սոցիոլոգիան դա լուրջ գիտություն է, ինչպես նաև լուրջ զենք է եւ գործիք է նախընտրական շրջանում, շատ տարբեր երկրներում, իշխանությունների ձեռքին։ Այո։ Բայց Հայաստանում ես երբեք չեմ հավատացել, չեմ հավատում եւ դեռ երկար չեմ հավատա սոցհարցումներին։ Հարցում անողին թե կարծիք հայտնողին։ Դսեք, ես շարունակում եմ հիմա։ Ասեմ ինչու չեմ հավատում։ Ես հավատում եմ ֆոկուս խմբերին։ Երբ որ մարդիկ երկար նստում են ավելի մտերմիկ, հա, զրույց է լինում, մարդիկ բացվում են։ Սոցհարցումները այն էլ հեռախոսային, իսկ սա հեռախոսային է։ Հայաստանում մի հատ պատկերացրեք, հա, հիմա մեկը զանգում ա ձեզ, դուք այդ պահին օրինակ լվացվում եք կամ ասեմ, չգիտեմ, հագնվում եք, ինձ եղել է խանութում առևտուր անելուց ասել եմ ես ժամանակ չունեմ եւ անջատել եմ։ Կամ ինչ որ այդ դուք ասում եք մեկը ասում է ժամանակ չունեմ, մեկը ասում է որպեսի վազը գայել չզանգեն բան չանեն, ասում է հա կամ չէ կամ քո ասածն այս մակարդակի է անցնում։ Ես չեմ հավատում ոչ թե հարցնողներին, էական չի, կարող են շատ լուրջ կազմակերպություններ լինել, թեև IRI-ի վերաբերյալ բավականին հետաքրքիր, ես ձեզ խորհուրդ կտամ եւ մեր լրագրողներին, փնտրեն, բաց բանով աղբյուրներով գրված է Google-ում։ IRI-ը հենց այդ ամերիկյան հանրապետական հետազոտությունների ինստիտուտն է։ Բացած ասեմ, որի մասին շատ հետաքրքիր նյութեր օրինակ, շատ հետաքրքիր, այդ թվում նաև բավականին լուրջ կոռուպցիոն բաների մեջ, սկանդալների մեջ եւ այլն, բայց հիմա դրա մասին չի խոսքը, այդ թող լրագրողները զբաղվեն դրանով, հետաքննեն։ Ես հիմա խոսում եմ ընդհանուր առմամբ, ինձ համար էական չի ով անում, կարող է անել շատ լուրջ կազմակերպություն, կարող է անել ոչ այնքան լուրջ, կարող է անել միջազգային, կարող է անել տեղական, կարող է լինի պատվեր, կարող է լինի պարզապես իրոք շատ, բայց ստեղ խնդիրը նա չէ թե ով է հարցնում եւ ով է պատվիրատում, խնդիրը նա է թե որ մեր ժողովուրդը չի ասում, ընդ որում ընդհանրապես որևէ հարցման չի ասում ճիշտը։ Այո։ Առավել եւս քաղաքականին, առավել եւս հեռախոսով։ Այո։ Ես համաձայն եմ։ Այդ կանխազգացումը, որ իրանց կամ այդ բանը կոմպլեքսները իրանց լսում են, իրանց հետևում են, բավոր էս չասեն, բավոր գործից հանեն, էս ինչ կա սրա տակ։ Մանավանդ հիմա Կարեն դա միշտ է եղել Սյուզի ջան, հա, պարզա որ ես հիմա ես հիմիկվանը ոչ մի բանի չեմ։ Դասախոսը խոսում է սենյակում գործից հանում են, ինչին դասախոսքը։ Իրական Հայաստանի քարտեզը համեմատում, բայց ամեն դեպքում այդ գալիս է նաև մարդկանցից, հա, մենտալիտետից, մերոնք այդպես չի որ, հա, ես ասում եմ, այդ օրինակը բերել եմ, շատ հիմա էլ կբերեմ։ Պատկերացրեք, որ քաղաքականությունից չի հարցը։ Մենք բոլորս հեռուստադիտողներ ենք նաև, ճիշտ է։ Հիմա եթե ձեզ հարցնեն, որ ալիքն եք նայում կամ որ հաղորդումը,
Դուք հաստատ ինչ-որ մի բան ասելու եք, անցնեք, այն չի էլի, որ ասելու Նադալ եք։ ջան։ Զալա չունեն էլի, հա։ Այդ նույն այդ Դե Նիկոլին լավ։ այդ ռեյտինգները, Չէ, եթե դպրոցի դասատուի ասма Նիկոլին։ Ասма Նիկոլի ալիքը։ Նարսյակի իր տեղը պահում է, չէ՞, Նարսյակի։ Ես տենց լրիվ միանշանակ չէի ասի, Իսկ ընդհանուր առմամբ Կարեն ջան, անցել է 3 տարի քաղաքապետի ընտրություններից եւ ընդհանուր առմամբ Նիկոլը 3-րդ անգամ պիտի ընտրվի։ Քո կարծիքով, քո շփումների, ընդհանուր առմամբ երկրում տեղ ունեցող սոցիալական բունտերի ֆոնին արդեն տաքսիստներն են օթերով հանում իշխանությանը։ բա բժիշկները։ Ու տես ինչ բա։ Դե կներես բժիշկների մասով ես լիքը վերապահումներ ունեմ, թողուր բաներ ունեն բոլոր քահանաներին։ Բժիշկները իրականում դուրս չեն եկել փողոց։ Բժիշկները իրականում իրենց անուններով դեռ չեն խոսել։ Բժիշկները երկու փորձագետի տալիս են իրանց պերեպիսկեգով ասում են գնացեք մեր փոխարեն կռվեք։ Դու տեսել ես որևէ հիվանդանոց, հենց հիվանդանոցին իր անունից մի հատ հայտարարություն անի։ Թող մի բաժանմունք անի։ Տես Սույս ջան, ես միշտ դեմ եմ այն բանին, որ բոլորը պետք է նույն ձև պայքարեն։ Ես զրուցել եմ բժիշկների հետ, չկա մի բժիշկ, ես ունեմ շատ լավ ընկերներ, շատ ունեմ ծանոթներ, ունեմ պարզապես բժիշկներ, որոնց լավ ճանաչում եմ, չկա մի բժիշկ, որը չասի, որ այս ամեն ինչը ոտներին են գցելու։ Տենց բժիշկ գոյություն չունի։ Որտեվ ասում են, սա հնարավոր չի, սա չի աշխատելու։ Խոսքը առողջապահական, ապահովագրական, որը զուտ գրում է նախընտրական, հա, յագտկայր էլի, այսպես պոպուլիզմի բնույթ է գրում, եւ ես Բա մեր փողերը կար են, բայց փող ենք տալիս, չէ։ Էլի տալիս։ Այսինքն ինքը տենց ֆիկտիվ մի հատ քերում է մեզ։ Մերոնք հարկել ենք տալի, ուրա գնում այդ հարկերը։ Ուրախ ավտոբուս։ Դե ուրախ ավտոբուս։ Ինչպես գնում ա, դե հիմայական չի։ Պարաշկ են կառնում հարկերով։ Մենակ այդ մի փողը չի, որ ուրեմն ասեմ տալիս ես, հիմա մի 10,000 էլ պետք է դելի։ Մի 10,000 Լեսյանյան։ մի շուջուխ ես կոմ, մի շուջուխ են կոմ հիմա։ Մի շարենկոմ։ Լավն է։ Դու էլ ինչի հետևից ես ընկել։ Բայց մենք մեծահոգ ենք, մենք աղա ենք, մենք ջոմարդ, հասկանում ես։ Հետո բժիշկներն ինչ են ասում են մենք գիտեինք, որ այս համակարգը չի աշխատելու։ Իրենք ասում են, որ դա չի աշխատելու, որովհետև չկա այդ գումարը, որովհետև ինչպես եւ ամեն ինչ էս իշխանությունը որևէ հաշվարկ, որևէ բան տակը դրված չէ ծրագրի, եւ ինչ որ պահից ոնց որ եւ հա պետ պատվերը որ հունիսից օգոստոսից ավարտվում էր Չէ, մայիսից սիրելիս։ Միշտ ես եմ գրել այդ մայիսից պետ ամբողջ տարվա պետ պատվերը վերջանում էր։ Հիմա նույնն է լինելու, ավելի շատ, հիմա ավելի շուտ է վերջանալու, որովհետեւ ոչ ոք չի պատկերացրել, թե ինչպիսի հոսք է լինելու հունվարի 1-ից հետո։ Մանավանդ այս անառողջ հասարակության վրա։ Ֆիզիկական անառողջության։ Տեսեք ինչ է կատարվում, բժիշկները սկսել են աշխատել տասնապատիկ ավել, նու լավ, որպեսի ավելի ռեալ լինեմ, երապատիկ, քառապատիկ ավել, բայց ստանալ ավելի քիչ, դա հնարավոր չի չբերի բունտի։ Այո։ Դա հնարավոր չի։ Դե թող բերի։ Հələ որ բունտի նշաններ չենք տեսնում։ Դե գիտես, Սույս ջան, այնպես չի որ բունտը պետք է դու մի անպայման դու կամ ես կամ Իսկ ուրիշ ո՞նց է արտահայտվել։ Okay, բունտը չենք տեսնելու, ո՞նց է արտահայտվել։ Ինքը արդեն խուլ է դժգոհությունը massայական կա։ Այդ մեկ էլ ենք նկատում, մեզ էլ են նկատում ես, դա ինչ որ մի պայի ինքը ինչով է արտահայտվելու, որ ինչով է արտահայտվելու չի անելու։ Կանգնի դրա առաջ, նու փաստի առաջ փող չի լինելու, եթե փող չեն տալի այդ մարդին, մի ամիս աշխատեց առանց փողի, 2 ամիս աշխատեց, երրորդ ամիսը ասելու է, այս ձեր գտալ ես, ձեր բորշը եկեք արեք այդ օպերացիաները։ Այստեղ մի հատ դիտարկում անեմ, կան բժիշկներ արդեն իսկ, որ օրինակ ծառայությունները մատուցում են եւ իրենց մոտ այցը օրինակի համար ասենք 20,000 դրամ է, հա, այցը 20,000 դրամ է։ Այս ապահովագրությունը այդ 20,000 դրամի 6,000 դրամն է մենակ տալիս
Մարդը գնում է խորհրդատվություն ստանալու բժշկի մոտ, որ հասկանա ինչ խնդիր ունի։ Քաղաքացին 14-ը չի տա, ասի։ Քաղաքացին 14-ը, ասում է 14-ը պիտի քաղաքացին տա, 6-ն է ինքը ապավը եւ կան արդեն բժիշկներ, կաբինետներ ունեցող բժիշկներ, որոնք ասում են մենք ապավագրությունով այլևս չենք սպասում, մենք չենք սպասարկելու ապավագրությունով։ Այո, ես չգիտեմ, ես տենց շատ չեմ խորացել, դրանով չեմ բանարել, բայց ես եւ բժիշկներ կան չեն սպասարկում։ Իմիջիալուց առիթա զբաղվի այդ գործով, ես տենց ես լսել եմ բժիշկների բողոքները, ինքս չեմ խորացել։ Անուշ Պողոսյանն ինձ մոտ հյուր էր եկել երեք չառաջորը, ասաց որ իրավունք ունեն չզբաղվել։ Այո, ասաց որ կան բժիշկներ, Անուշ Պողոսյան առողջապահության փորձագետ է ինքն էլ հենց ասեց որ կան բժիշկներ, որոնք ուղակի հրաժարվում են իրենց հրաժարվում է, բայց ինքը հրաժարվել է, բայց ասում իմ մոտ ոնց հիվանդանոցային գնացուցակը 20000 մարդուն դա օրենսդրական դաշտում պարտավորությունների մեջ չի դնում, չի ասում, ուրեմն դու ազատված ես կամ դու զրկված ես կամ չգիտեմ ոնց կարա զրկի մասնավոր հիվանդանոց հիմա մի հատ ուրիշ նոր բան են որոշել եկող տարվանից բոլոր բժիշկներին պետքա լիցենզավորեն, պիտի գնան այս բժիշկները 2 թե 3 քննություն հանձնեն։ Հա, մի հատ տենց խայտարակ բան կա, ու այս բժիշկների հարցերը նաև այդ Դամոկլյան սրի պես այդ քննությունները կախելու են իրանց վզին, հետո այս մարդիկ ասենք հիմա ասենք նույն ինչ որ տեստեր եւ այլն, ասում են գրավոր պահը նորմալ է, եթե գրավոր է, մարդիկ գիտեն, փաստը արձանագրվում է, գնում են, ասում են բանավոր քննությունների ժամանակ, ասենք Անահիտ Ավանեսյանը կարա կտրի, ասենք պրոֆեսոր լուրջ բժիշկների։ Իրավաբան օրինակ, որ նրանք ասենք ընդվզել են իրենց ապահովագրությանը, հա։ Ուղարկվել կիսատ փնթի լինելու պատճառով։ Կարա Անահիտ Ավանեսյանը կամ Նանուշյանը ասի, որ այս բժիշկը չի համապատասխանում ներկայիս մեր ռեֆորմներին։ Ես ճիշտ հասկացա։ Կամ Նիկոլ Փաշինյանը։ Ես ճիշտ հասկացա, հաջորդ հարվածն է հիմա գալիս առողջապահական համակարգի վրա։ Այն որ բարձրաստիճան զինվորականները չէ, բայց բոլոր շարքայինները պարտավոր էին քննություն տալ, որ մնալ ասենք զինվոր, մի հատ տենց խեղճ զինվորների չէ քննության ենթարկեցին, հետո մի հատ ուսուցիչներին, որոնք հլու հնազանդ գնացին ենթարկվեցին, հիմա փաստորեն բժիշկներին է հերթ։ Տես լիցենզավորված համակարգ ես ոնց հասկացա փորձագետի տվյալների կա, արդեն համակարգում ներդրված որոշակի, բայց հիմա ոնց որ թե շատ ավելի խստացնում են այդ ամեն ինչը եւ 27 թվականից արդեն սենց հատ-հատ գնալու են, էլի մեկ-մեկ։ Ճյուղ առ ճյուղ գնալու են։ Ես չեմ կարծում, որ այտենց կկարողանան անել, նախ որովհետև դա ավելի, այսպես ասած, յուրահատուկ ոլորտ է, այնտեղ այնուամենայնիվ այնպես չի էլի, որ հա, ձեր ասած իրավաբանը որոշելու է, թե ով է լավ բժիշկ։ Ինչի նախարարը ինքը չի։ Էական չի, ես ճիշտն ասած հիմա եթե մի կողմ այս իշխանությունից գնանք, ես կողմեմ լիցենզավորմանը բոլոր ոլորտներում, որովհետև այն ինչ որ դաշտում կատարվում է, հա, այն որ սաղս գիտենք ինչ ա եղել, ինչ ոնց են օրինակ, հա, այս կամ են դիպլոմը ստացել ու հետո գնացել։ Այս ինչի հարց են, ինչի աղջիկ են, ինչի քենին են, ինչի։ Այդ եղել է, ես դրա համար լիցենզավորմանը այդ բանին այստեղ խնդիրը նա է, իսկ դատավորներն ովքեր են։ Բայց ինչ դες այդ մարդիկ այդ նույն լիցենզիայի համար էլի կոռուպցիա չեն անում, այսինքն սրանք փողի մեռած են։ Սրանք ուտելիք են տեսնում, սվսվում են։ Ոնց կարող է ասենք այդ նույն բանը ինստիտուտը չաշխատի։ Ուտելիք չէ, ուտելիքը մի բան է, պերաշկին ուրիշ բան է, պերաշկին վատ բան չի, բայց պերաշկին։ Լավ, այս բժշկական ոլորտը մի հատ շրջանցենք, ոնց որ թե լավ էլ մենք չենք պատկերացնում, մի քիչ հետո հնդածս մի։ Ես առաջարկում եմ հյուր կանչեք այդ ոլորտի մասնակիցներին։ Ամփոփենք իր հետևանքը, այսինքն եթե տես սովորաբար պետությունը երբ որ ինչ որ փոփոխությունների է գնում ժողովուրդ ջան, ինքը միշտ փոքրիկ մի հատ շրջան է վերցնում, պիլոտային է կիրառում, այսինքն լոկալ կարող է մարզ վերցնի պիլոտային կիրառի, հասկանա սրա էֆեկտիվությունը եւ ուղումներով կամ գնում առաջ կամ չեղարկում է։ Այս մարդիկ մի անգամից այդ համակարգը բերեցին ու դեմ դրեցին մեր վրա։ Զգում որ հիմա էլ պիլոտային ծրագրեր չկա։ Ինչ արվում է երկրի մակարդակով մի անգամից արվում։ Կարելի շատ ճիշտ ասած, իրանց նախընտրականի համար սա պետք էր, ու սա վերք է, էլի բոլորիս պետք էր։ Իսկ կարեն իր հետևանքը ամեն դեպքում ընտրություններին դեռ մի 4 ամիս կա։ Քո կարծիքով այս ոլորտի մարդկանց ի վերջո քիչ չեն բժիշկները եւ այդ համակարգի մարդիկ կարծում ես ինքը կարող որոշակի իմաստով դժգոհության ալիք բերի ու ինքը հետևանք տա։ Տեսեք, դուք միշտ ասում եք, հա, հատկապես դուսուզի չեմ տենում կան վիճակներ, երբ որ այդ
խուլ դժգոհությունը հենց տեղից է դուրս գալիս։ Պայթունի պես, չէ՞։ Կարա պայթունի պես լինի, կարա իգնոր լինի, որ քաոս ստեղծի։ կարող է ընտրության օրը շատ մեծ սյուրպրիզ լինի, շատ մեծ։ Այս որ սենց IRA-ի բան թվեր են գցում, բան են անում, մեկ էլ տենան, որ տարբեր բաներ լրիվ հակառակ մուսնեցին։ Այսինքն թե սրա ինչ հետևանք կունենա այն ոլորտների վրա, որտեղ կա խուլ դժգոհություն, այո, մարդիկ ես հասկանում եմ, գիտեք, կարող է էմոցիայի տակ ես էլ քո նման ասեմ, դե լավ, էս ինչ արեց, էս մի հատ ձեն չեն հանում, մի հատ ծպտուն չեն հանում, բայց որ մի փոքր սառը նստես, կհասկանաս, որ բա ինչ անեն մարդիկ։ Մարդիկ չեն ուզում զրկվեն իրենց աշխատանքից, աշխատում են, իրենց օրվա հացն են վաստակում, իրենց ընտանիքն են բան անում, ինչ անեն։ Հա, բայց դա չի կարա երկար տևի։ Բարձր խոսենք, Արեն։ Իրանց ղեկավարին թույլ չտան գնա հետը նստի։ Դրա համար կանք ես ու դու։ Դե Կարեն ջան, ասենք բոլոր բժշկական կենտրոնների ղեկավարները սկսած մեր Հարգարժան Փաբուլյանից գնացին հետը նստեցին այդ ամբիոնի վրա, բեմի վրա, հետը քննարկեցին օպերայի մեծ համակարգը։ Իսկն հետը նկարվեցին, որ այդ մարդը քարոզարշավ անի իրանց դեմքով, այդ պրոֆեսորները նկարվեցին, որ քարոզարշավ։ Ինքը քարոզարշավ դրանով չի կարա անի, էլի եմ ասում, եթե ինքն է տվյալ դեպքում իրանք են, այդ ինչ որ այդ ինձ համար, քեզ համար կամ շատ մարդկանց համար անհասկանալի, անընդունելի, բայց իրենք են։ Կան ոլորտներ, որոնք անմիջապես պետական բանի տակ են, այսինքն բյուջեից են, իսկ ինչ անեն այդ մարդիկ։ Ասма քարոզարշավ ասեցիք, ուզում եմ անդրադառնալ։ Ես ասում եմ, որ դա այդպես է, իրանց մոտ էլ շատ կան ոլորտներ, որոնց մոտ այդ դժգոհությունը շատ խուլ է, բայց ինքը ինչ որ մի օր տրաքելու է։